Պարոն Ռուբինյան, խորհրդարանի կազմը թե ինչպիսին կլինի, արդեն վերջնական արդյունքները ամփոփեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նախ ուզում եմ անդրադառնալ այն գնահատականներին, որ հնչեցնում են դիտորդական կազմակերպությունները ԿՀ-ի վերջին որոշման հետ կապված, որ 2 տեղամասի արդյունքները չեղարկելուց հետո, 3 տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չդրվեց, փաստարկները, որ ներկայացրեց ընտրական հանձնաժողովը, դիտորդների համար համոզիչ չէին, կարծես թե, եւ իրենք պնդում են, որ ապօրինություն թույլ տվեց ընտրական հանձնաժողովը, ըստ էության այս որոշումը վճռորոշ եղավ քաղաքացիական պայմանագրի համար, որովհետև ապահովեց 3/5-ի ներկայությունը մանդատների այս քանակը ազգային ժողովում։ Ձեզ չի մտահոգում այս փաստը, որ ԿՀ-ի որոշման արդյունքում ստացաք այն 3/5-ը, որին այդքան ձգտում եք հասնել ձեր նախընտրական քարոզարշավի եւ ամեն դեպքում ձեր նշաձողը դա էր ընտրությունների արդյունքի տեսանկյունից։ Որ նշաձողը դա չէ։ Որ ունենաք սահմանադրական կայուն մեծամասնություն, բայց այդ ունեցաք այս որոշման հետևանքով, այսինքն եթե սահմանադրական մեծամասնություն չունենք։ 3/5-ն էլ է մեծ հաշվով տղամարդու սահմանադրական։ Ոչ, չի։ Խոսքը 3/5-ի մասին է, ես դա եմ։ Եկեք հստակեցնենք տերմինները, էլի սահմանադրական մեծամասնությունը 2/3-ն է։ Որակյալ մեծամասնությունը 3/5-ն է։ Սահմանադրական մեծամասնություն մենք չունենք, իդեպ հիմա էլ չունենք։ Մենք ունեցել ենք մեկ անգամ 2018 թվականի ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն։ Ինչ վերաբերում է նրան, թե մեզ արդյոք չի մտահոգում, որ կա որոշման արդյունքով ենք մանդատներ ստացել, կներեք, բայց ցանկացած դեպքում են ուժերը կա որոշման արդյունքում ստանան մանդատներ։ Հաջորդը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ մարմին է եւ ընդունում է որոշումներ, դրանք հիմնավորում է։ Հաջորդը մեր օրենսդրությունը մի քանի աստիճանով համակարգ է նախատեսում ընտրությունների արդյունքների ամփոփման համար, այսինքն տարածքային հանձնաժողովները, հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հետո կա բողոքարկման հնարավորություն կենտրոնական ընտրական հանձնաժողովում, կա նաև բողոքարկման հնարավորություն եւս մեկ այլ անկախ մարմնում, այն է սահմանադրական դատարանում, ինչքան գիտեմ, ընդդիմությունը պատրաստվում է բողոք կամ արդեն չգիտեմ, բողոք ուղարկել սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը թող որոշի։ Մենք մեր ստացած քվեների տերերն ենք, մենք ստացել ենք մեծամասնություն խորհրդարանական, մենք ստացել ենք 700-ից ավել, 720,000-ից ավել քվե, մենք ստացել ենք ավելի շատ քվե բացարձակ թվով, քան 2021 թվականով, տոկոսայինով մենք ստացել ենք այնքան քվե, որը բավարար է միանձնյա կառավարություն կազմելու համար, եւ ես ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում արդեն 3-րդ անընդմեջ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքով, բայց ես ուզում եմ նաև ասել մեր ժողովրդին, որոնք իրավացիորեն վրդովված են, որ ընդդիմադիր 3 կուսակցություններ ընտրակաշառք են բաժանել, ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողները բոլորը պետք է ձերբակալվեն, եւ ես կարծում եմ, որ եւ ոչ միայն կարծում եմ, ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին գնալ մինչև վերև, որովհետև բավարար չի ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև։ Ինձ համար եւ ցանկացած բանական պատասխանում եմ, բանական մարդու համար ակնհայտ է, որ չէր կարող մի հատ ուղակի մի տասովշիկ զանել եւ որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին։ Ոչ, ակնհայտ է, որ նախ այդ տասովշիկին այդ գումարները տվել են եւ ակնհայտ է, որ տալուց էլ հրահանգել են, ասել են, «Էս քեզ փող, մի վայրկյան, էս քեզ փող, կգնաս եւ կմուծես, որպեսզի ընտրեն մեզ»։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում 3 կուսակցությունները՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել եւ ուղղորդել այդ ընտրակաշառքները, եւ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման։ Պարոն Ռուբինյան, մի րոպե։ Հերթով խնդրում եմ։ Պարոն Ռուբինյան, բայց ես շարունակեմ մի հատ հարցնեմ նաեւ սահմանադրական դատարանից ձեր մասով, քանի որ ընդդիմության լեգիտիմության հետ կապված ամեն դեպքում իշխանության գնահատականները կարծես թե պարզ են, որ այդ խնդիր կա, դիմելու է արդյոք ՔՊ-ն սահմանադրական դատարանը այդ
հարցը դարձնելու քննարկման առարկա։ Մենք ընդհանրապես կարծում ենք, որ ի սկզբանե այդ ուժերը պետք է ուղղակի դրանց գրանցումը չեղել համարվել, որովհետև իրենք ընտրակաշարք էին բաժանում, բոլորը տեսել են, հասկանում եք Ով դա։ չեղյալ համարել, որ կա։ Ով որ պետքա չեղյալ համարեր։ Կոնկրետ այդ դեպքում Եվի ԿՀ-ն։ Բայց ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, եթե հարցնում եք, արդյոք մենք ուզում ենք, որ ընտրությունները չեղյալ համարեն, ոչ, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են եւ մենք ձևավորել ենք կառավարությունը։ Բայց եթե ասում եք ընդդիմությունը լեգիտիմ, Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին, որովհետև իշխանությունը լեգիտիմ է։ Իսկ ընդդիմության հարցը, ոչ թե ընդդիմության, այլ հանցագործների հարցը պետք է լուծեն իրավապահները եւ բոլոր ընտրակաշարք բաժանողները եւ կրկնում եմ, ընտրակաշարքի սխեմայի բուրգի գլուխները պետք է պատասխանատվություն կրեն։ Նիկոլ Փաշինյանը շրջանառվի այսպես ասած ազգային ժողովի նիստերի դավիճանքից այս իրավիճակով է պայմանավորված, թե վաղուց հասունացել էր այս։ Նկատի ունեք, որ խստացվում է պատիժը։ Այո, այդ թվում այս իրավիճակով է պայմանավորված, նկատի ունեմ, այդ թվում մենք հասկացանք, որ պետքա պատիժը խստացնել, որպեսզի ել ավելի քիչ մոտիվացված լինեն ընտրակաշառատուները ընտրակաշարք տալ։ Պարոն Ռուբինյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը այն ինչը որ նախկինում քննադատում էր, Բայց օրենքը հայտարարություն չունի, եթե ինչքան Եվ ինչ առաջ կրական այդ դեպքում ինչ է լինել։ այդ պահին գործող օրենսդրությամբ են դատվելու, ինչ պետք է լինի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այն ինչը որ քննադատում էր որպես ընդդիմադիր գործիչ, հիմա իրականացնում է։ Նա քննադատում էր Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը առաջադրվելու հանգամանքը, հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է արդեն երրորդ Դուք սխալվում եք, Նիկոլ Փաշինյանը գնում է 4-րդ ժամկետը, որովհետև Նիկոլ Փաշինյանը շուտով կընտրվի 4-րդ անգամ։ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ ընտրվել է 2018-ին, երկրորդ անգամ ընտրվել է 2019-ին, երրորդ անգամ ընտրվել է 21-ին, 4-րդ անգամ կընտրվի 2026-ին։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, մենք ընդհանրապես ինչի ենք Սերժ Սարգսյանը քննադատում, որովհետև ինքը եկավ, ասեց, գիտեք ինչ կա։ Ես ուզում եմ համադրությունը փոխել եւ խոստանում եմ, որ չեմ լինի վարչապետ։ Հետո 2017-ին հանրապետականը ընտրությունների մասնակցեց Կարեն Կարապետյանով որպես առաջին համար, Սերժ Սարգսյանը ընդհանրապես չէր երևում այդ քարոզարշավին։ Ձերի հետ Հունիսի 1-ից օգոստոսի 1-ը բացիր Գյումրի Gold Garage-ի սպիտակ խցանները եւ ստացիր հնարավորություն շահելու ուղևորություն, iPhone, PlayStation, հեծանիվ, ականջակալ եւ հազարավոր այլ նվերներ։ Վայելիր ամառը Գյումրիի հետ։ Կանոններին ծանոթացիր Գյումրի Beer Facebook-յան էջում։ Որպեսի մի վարքյան փոխեց սահմանություն, որպեսի շրջանցի արգելքը նույն մարդու երկու անգամից ավել նախագահ լինելու եւ դառնա վարչապետ։ Մեր դեպքը լրիվ ուրիշ դեպք է։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք, խորհրդարանական հանրապետությունների գերակշիռ մեծամասնությունում չկա ժամկետի արգելք։ Այն պարզ պատճառով, որ խորհրդարանական համակարգերում լինում են հաճախ Ժորժը խանգարում եք ինձ։ Լինում են հաճախ օրինակ արտահերթ ընտրություններ։ Մեր դեպքում արդեն երկու արտահերթ ընտրություն ա եղել։ Խորհրդարանական համակարգերում ընթացքում, չգիտեմ, կարող են վարչապետեր փոխվել ու այսպես շարունակ։ Դրա համար է որ խորհրդարանական համակարգը չի նախատեսում։ Բացի այդ, խորհրդարանական համակարգում մանդատը մեկն է եւ սահմանափակված է այդ մանդատը։ Նիկոլ Փաշինյանը չի միայն ստացել մանդատ իշխելու հասկանում եք, կառավարություն կազմելու քաղաքացիական պայմանագիրն է ստացել այդ մանդատը։ Ինչա նախագահական համակարգում սահմանափակում, որովհետև նախագահը ստանում է առանձին իր մանդատը եւ ունի շատ ավելի մեծ լիազորություններ, քան խորհրդարանական համակարգի վարչապետը։ Եվ հետեւաբար իմի բերելով ես համաձայն չեմ ընդհանրապես ձեր պնդման հետ, որ Նիկոլ Փաշինյանը արել է այն, ինչ Սերժ Սարգսյանը։ Տեսեք, Ռուբինյան, որ 4-րդ անգամ Նիկոլ Փաշինյանը Ինչ աշխատ ուրիշ մարդիկ կան, բայց քաղաքացիական պայմանագրի համաժողովը, որը ձևավորել է համաժողովի ցուցակը եւ որը ընտրել է վարչապետի տեխնացու, ընտրել է որպես վարչապետի տեխնացու, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանը։ տեսեք, հիմա դուք Աչացնում եք իշխանությունը ընդդիմությանը խորհուրդ է տալիս, հա, համակերպել այս ընտրությունների հետ այն առումով, որ ընտրությունները ԿՊ-ն բացարձակ Չէ, ընդդիմությանը մենք խորհուրդ ենք տալիս ինքնալուծարվել, մենք այլ խորհուրդ չենք տալիս Հիմա ընդդիմությանը։ տեսեք, չէ, ասածս ինչ է, որ մանդատներ չվերցնեն։ Այդ թվում ես խորհուրդ եմ տալիս չվերցնել մանդատներ, խորհուրդ եմ տալիս իրենց կուսակցությունները լուծարել, խորհուրդ եմ տալիս ինքնակամ ներկայանալ ոստիկանություն եւ հայտնել, ով որ իրանցից ընտրակաշարք է բաժանել, հայտնել մեղայականով, ասել այո, մենք ենք ընտրակաշարք բաժանել։ հիմա ինչու, բայց ընտրությունների Շատ ուրախ խորհրդարան կլինի։ Վերջապես մենք ստիպված չենք լինի 5 տարի անցկացնել մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ զուտ իրանց ապօրինի ձեռք բերված գույքը պաշտպանելու համար կամ իրանց հուսով եմ
դատվելիք ղեկավարությանը պաշտպանելու համար։ Գյումրիում արտահերտ ընտրություններ անցկացնելու իրավական հիմքը որն է տեղ է ունեցել ընտրություններ, քաղաքացիները հայտնել են իրենց ընտրելու իրավունքը եւ ձևավորվել է Գյումրիում Ես կարծում եմ փաստ է, որ այո, ճիշտ եք ասում, եթե խոսքը թիմ ընտրությունների մասին է, տեղի են ունեցել ընտրություններ, ովքեր մի քանի ուժ իրար հետ իհարկե խաբելով, բայց դա էլ է քաղաքական գործունեության մաս, վատ մաս իրանց դեպքում դա կիրառվում, բայց ձևավորել են իշխանություն, բայց մի վարքան, ոչ, նույն ձև չի արել, բայց հիմա 2026 թվականի ընտրություններում փաստ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում հավաքել է 50%-ից ավել։ Արդյոք սա ավտոմատ տեխնիկապես նշանակում է, որ Գյումրիի թիմում պետք է լինեն նոր ընտրություններ։ Ավտոմատ տեխնիկապես չի նշանակում, բայց ես կարծում եմ քաղաքականապես նշանակում է, որ կան բավարար հիմքեր պնդելու, որ պետք է Գյումրիի ավականին ծրվի եւ նոր ընտրություններ կազմակերպեն։ Կրկնում եմ, ես խոսում եմ քաղաքական անհրաժեշտության մասին։ Էլ չեմ ասում, որ այս քարոզարշավի ժամանակ շուրջ ջան տեղի ունեցել մի քանի մեծ խայտարակություն։ Դուք մոռացել եք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ձերբակալվել է քարոզարշավից առաջ դեռ ձերբակալվել է կաշառք պանջելու կամ վերցնելու մեղադրանքով, այստեղ disclaimer, մեղադրյալը ամեղ է, քանի դեռ չի ապացուցվել նրա մեղքը, եւ բացի դրանից մոռացել եք, որ հրապարակվեց ձայնագրություն, ըստ որի Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ինչ որ մեկին ասում է, ես մեկ քայլ անգամ չեմ անի առանց X որտեղ կարևոր չի, էլի, ով է այս կոնտեքստում։ Օտարերկրյա երկրի։ Հիմա ես կարծում եմ, որ հստակ լեգիտիմության ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում եւ այդ հարցը պետք է լուծվի։ Ռուբինյան, դուք որ ասում եք ընդդիմությունը մանդատները չվերցնեն, բայց համանadrությունում նշված է, որ խորհրդարանում նվազագույնը պետք է լինի 101 падգամավոր, եթե ընդդիմադիրները մանդատները չվերցնեն։ Որի խնդիր չի առաջանում։ Չէ, բայց որևէ համանդրական խնդիր չի առաջանում։ Ինչու է նշված, որ պետք է տվողը մենք չենք, տվող կպնկծորտ ուժեր չունի։ Երեկոնդիորտը չի նշանակում համանդրական։ Ոչ, չի նշանակում։ Դեպքում ո՞նց է այդ հարցերը լուծելու։ Որ հարցերը։ Պահանջի համանդրական Եթե գանք այդպիսի խնդրի կմտածենք ինչպես լուծել այդ խնդիրը։ փոխելու հետ կապված։ Կքննարկենք կա։ Միջազգային պայմանագրերի համար համանդրական մեծամասնություն։ 200-ից ավել մեղադրյալներ ընտրակաշառքի գործով, նրանցից մեծ մասը 100-ից ավելին համենայն դեպս հակակոռուպցիոնի նախագահ ասաց, որ տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, բայց եթե դուք տեսել եք, ես համենայն դեպս չեմ տեսել, ընդդիմադիրները բողոքարկել են այդ ձայնագրությունները, որոնք համարում են իրենց կամ անկախ փորձականության։ Չգիտեմ, դուք եթե նկատել եք ընդդիմադիրները, Կալուգացի օլիգարխը, իր թիմակիցները, Ծառուկյանի թիմակիցները, Քոչյանի թիմակիցները, իրանք ձեռ էին առնում բոլորիս, հասկանում եք։ Լրագրողները մոտենում են, ասում են, լավ, ի՞նչ կարծիք եք այս ձայնագրության մասին։ Մարդկանց հիմարի տեղ դնելով ասում են դրանք կեղծ են կամ ասում են, գիտեք ինչ կա, մի բարեկամը մյուսին քյաբաբ է ուզեցել։ Դա դուք հեճեղել ա ձեր կյանքում, որ դուք ձեր բարեկամին զանգեք, ասեք, կգաս քյաբաբ ուտենք, ինքը ասի, ինքը հետևից ասի, գիժես արա, խես բաց կապով զանգել։ Հեճեղել ա։ Զանգեք, ասեք, շարունակ ուտես, ասի, բայց ինչ ես բաց կապով զանգել, հո դու հիմար չես։ Ահա այն ինչ պետք է իմանալ Կալուգացի օլիգարխի էմոցիոնալ ինտելեկտի Ձեր մասը։ քաղաքական ճակատագրի իմաստով ինչ կասեք անձնապես նկատի ունեմ օրենսդիրում, գործադիրում աշխատելու ցանկություն հավակնում եք նախագահի պաշտոնին։ Մենք որևէ հավակնություն եւ ճակատագրեր դեռ չենք քննարկել, եթե անկեղծ ես ինքս էլ դեռ չեմ մտածել դրա մասին։ Բայց դուք ավելի շատ հակված եք օրենսդիրում, թե գործադիրում։ Ես ոչինչի հակված չեմ։ Նախագահի ախորժակ ունեք։ Ես ախորժակ ունեմ միայն քյաբաբի եւ շաուրմայի, այն էլ բացառապես բարիս բուն իմաստով եւ ոչ Կալուգացի օլիգարխի մտածած իմաստով։ Պարոն Ռուբինյան, այդ դեպքում համանadrությունում ինչու է նշված, որ падգամավորների նվազագույն թիվը պետք է լինի 101 падգամավոր։ Նարեկ ջան, այդ հարցերով եւի դիմեք համանդրական դատարանին, չգիտեմ, նախագահային խոսնակին։ Ես գիտեմ մեկ բան, այս հաստատ է, չգիտեմ մյուս մանրամասնությունը, բայց գիտեմ մի բան։ Տեսականորեն, եթե ընդդիմությունը մանդատները չի վերցնում կամ կեսից դնում, որևէ համանդրական ճգնաժամ չի առաջանում, այդ տեղերը մնում են թափուր, մարդիկ աշխատում։ Ինչ։ Հա, իհարկե։ Բայց որ լինի էլ կզգանք։ Վստահության պակաս այնուամենայնիվ կլինի։ Չի լինի, չէ։ Ընդդիմություն չկա։ Բայց ընդդիմությունը այսօր էլ չկա։ Մի հատ գնացեք էլ մտեք դահլիճ տեսեք այնտեղ ընդդիմություն կա։ Չկա։ Դատար կաթոռներ են։ Մենք այսքան ժամանակ, այս վերջին 5 տարի, որպես ընդդիմություն
տեսել ենք 50%-ով դատար կաթոռներ, այսինքն նիստերի կեսին տեսել ենք դատար կաթոռներ, մյուս կեսին տեսել ենք իրանց քաղաքական կոռումպացված ղեկավարների ապօրինի գույքը պաշտպանելու համար եկած մարդիկ։ Եթե մանդատները վերցնեն, Բայց ասեմ ձեզ, մենք խնդիր չունենք, ուզում են թող վերցնեն, չեն ուզում թող չվերցնեն։ Վերցնեն, մեզ շատ հաճելի օրեր են ստեղ սպասվում եւ դրանցից մի քանիսին հատուկ անհամբերությամբ ենք սպասում, այդ թվում ես հատուկ անհամբերությամբ եմ սպասում մի քանիսին, չէ, ինչի մասն է խոսքը։ Իսկ եթե չվերցնեն, էլի շատ հաճելի կլինի, վերջապես քաղաքակիրթ բանավեճեր տեղի կունենան, իրար հետ կբանավեճեն գուցե։ Բաղբինյան, դուք անդադ խոսում եք ձեր թիմակիցները ընդդիմության, կաշառակերության մասին, Կաշառակերության եւ կաշառատվության։ լավ։ Բայց տեսեք, ձեզ հետ ԿՀ-ի որոշումից հետո ամբողջ ընդդիմությունը ասում է դուք մանդատագով եք, որովհետեւ անհնար է քաղաքական որոշում չլիներ այդ ամենի։ Բայց պետք է հիմնավորվի, չէ, ասածը։ Ասում են դե չունենք ձայներով Լսեք էլի, ես հիմա այս ճեպազույցի ժամանակ իմ մոտ ֆլեշբեքեր են տեղի ունենում, 5 տարի ես եկել եմ ստեղ ճեպազույց տվել, դուք ինձ ասել եք ընդդիմությունը ասում է սենց, ընդդիմությունը ասում է սենց, այդ լավագույն դեպքում, դուք նկատի չունեմ անձամբ ձեզ, էլի լրագրողներ եք, չէ, դուք այս ընթացքում ոչ միայն ընդդիմության անունից, ինչ ասել եք, եկի ասել եք ԿՊ-ն չունի բան, չունի աջակցություն, չեք կարծում, որ ձեր ռեյտինգն իջել է, չեք կարծում, ինչու եք դուք վստահ, ինչ ասել եք։ Ես ինչի եմ սիրում ընտրությունները եւ արդար ընտրությունները։ Գալիս է ժամանակը, մարդիկ տալիս են այդ պատասխանը։ Հիմա անդիմությունից 5 տարին ինչ ասես չի ասել, մեզ ասելա դավաճան, մեզ ասելա, չգիտեմ, եսի ինչա բարո, ինչ ասես ասելա, չէ։ Երկու անգամ մի հատ 21 թվականին մի հատ էլ հիմա ժողովուրդ եկավ ասեց, Ժորժ ջան, ինքը պատասխանը տվեց։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը այս Կարոզարշավին ասում էր, չէ։ Ժողովուրդը Սյունիքը պետք է Փաշինյանին ցույց տա, չէ, Սյունյաց ողջույն ցույց տա, ակնարկելով 2021 թվականի դեպքը, երբ որ Փաշինյանին իրենց թափթփուկները հայհոյում էին։ Հիմա կարելի է գնալ օրինակ բացել նայել Սյունիքի արդյունքները, քվեարկությունները ու հասկանալ, այդ իր պատկերացած Սյունյաց ողջույնը վատ իմաստով կարող է իրան են տվել այդ Սյունյաց ողջույնը։ Հիմա ասածս ո՞րն է շատ։ Հիմա ասածս ո՞րն է։ Պետք չի ուղղակի ասել, ընդդիմությունը ասում է սա, դրա տակ պետք է հիմք լինի։ Ես երբ որ ասում եմ ընդդիմությունը ընտրակաշառատու է, ես հիմք ունեմ դրա տակ։ Ես ունեմ ձայնագրություններ, դուք ունեք ձայնագրություններ, ես ունեմ ականջ, ես ունեմ լսողություն, ես ունեմ հրապարակված ձայնագրություն, որտեղ հստակ ասում է, որ այդ մարդիկ ընտրակաշառք են բաժանել։ Հիմքը, պարոն Ռուբինյան, վերաքվեարկությամբ, Ես էլ ասում եմ, կենտրոնական ներողություն։ Ինչ նշանակում վերաքվեարկությամբ Ծառուկյանը անցնում է։ Վերահաշվարկով այդ ընտրատեղամասը։ Քանի որ Ծառուկյանի ձայները հիմա ես չեմ ուզում պատասխանել կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն, որտեղ դա այսինքն առանձին մարմինն է, իրանք են այդ որոշումը կայացրել։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիմքում ա եղել այն, որ իրենք լիազորություն ունեին նշանակելու կամ չնշանակելու վերաքվեարկություն, բայց քանի որ իրենք կարծել են, որ ընտրության արդյունքների վրա չեն ազդել այդ ընտրատարածքի խախտումները, իրանք չեն նշանակել վերաքվեարկություն։ Մնացած հարցերով պետք է դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ինչ վերաբերում է վերաքվեարկությանը, տեսականորեն ընդհանրապես, այդտեղ կա իրոք շատ ուժեղ հակափաստակ, որ այդ վերաքվեարկությունը վերածվելու էր տակտիկական վերաքվեարկության, այսինքն ինքը չէր արտահայտելու ընտրողների կամքը։ Բայց այդ նույն ձև օրենքն էլ ասում է, չէ՞, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է որոշում վերաքվեարկություն դնի թե չդնի, չեղարկի թե չեղարկի։ Հետևաբար օրենքը կիրառել է։ Պարոն Ռուբինյան, ես ձեզ ճիշտ հասկացա, չէ՞, որ քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական դատարան դիմելու մտադրություն չունի։ Ես այդպես բանի մասին տեղյակ չեմ։ Այսինքն դիմելու է թե չէ, ես ասեմ, որ դուք տեղեկություն չունեք։ Ինչ հարցով դա կարող է ընթացքում հարց առաջանա դիմել։ Ընտրությունների ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանում։ Դա ինչ ձև։ Խնդրում եմ հարցը հստակ ձևակերպեք։ Ընտրությունները օրինակ չեղյալ Չէ, համարելու, նման մտադրություն ոչ, նման մտադրություն չունի։ Պարոն Ռուբինյան, բայց այնուհանդերձ խնդրահարույց չի, որ այդ ընտրատեղամասերում ընտրած քաղաքացիները չկարողացան մասնակից դառնալ իշխանության ձևավորմանը։ Խնդրահարույց է, որ այդ ընտրատեղամասերում ընտրությունները կազմակերպվել են խախտումներով։ Այդ դա է խնդրահարույց, դրա համար էլ չեղարկվել է։ Այդ չեղարկվելը ճիշտ է։ Օրենքը վերաքվեարկության հնարավորություն է տալիս, ինչքան էլ նախագահ։ Հնարավորություն տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովին գնահատել եւ անհրաժեշտության դեպքում անել։
կամ չանել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ վերակվեարկության կարիք չկա, եւ անկախ մարմնի որոշումները պետք է հարգվեն կամ բողոքարկվեն մեկ այլ անկախ մարմնում, ինչպիսին է Սահմանադրական դատարանը։ Հիմա բողոքարկել են, թող Շատ պատասխանեն։ լավ, պարոն Ռուբինյան, կներեք, մի բան էլ չշտեմ։ Հիմա երբ որ դուք վստահ եք, հա, ձեր հաղթանակում, պարոն վարչապետն ասում է օրգանիկ քվեներ են եւ այլն, ընդդիմությանը համարում եք կեղծիքներով եւ այլն, իսկ ինչի նոր ընտրություններ այդ դեպքում չանել։ Ասեցի արդեն, որովհետեւ մեծամասնությունը քաղաքական լիարժեք լեգիտիմ է, որովհետեւ մենք եւ մեզ ընտրող քաղաքացիները մի վարքյան էլի, որովհետեւ մենք եւ մեզ ընտրած քաղաքացիները մեղավոր չեն, որ անդիմությունը ընտրակաշառք է բաժանել։ Քաղաքական մեծամասնությունը լիարժեք լեգիտիմ է եւ կձևավորի կառավարություն։ Կառավարություն ձևավորելուց հետո որոնք են լինելու այն քաղաքական առաջնահերթությունները, որոնց շարժ Դրանք նկարագրված են մեր նախընտրական ծրագրում եւ ավելի մանրամասն նկարագրված կլինեն կառավարության ծրագրում, որը ձևավորվելուց մի քանի օր հետո կքննարկվի ազգային ժողովում, դուք էլ կտեսնեք։ Պարոն Ռուբինյան, տեսեք, դուք խոսում եք, որ հաղթել եք, իշխանություն եք ձևավորել։ Ոչ թե խոսում ենք, այլ այդպես է։ Լավ, բայց վերջին այս օրերին դրություններից հետո ամբողջ ընդդիմադիր դաշտը հանրային քննարկման մեջ այսպես մի թեմա է, որ բոլորը տխուր են, ոնց որ Պանիխիդայի դեմքով եք պատճառում։ Ես հիմա Պանիխիդայի դեմքով եմ, ոչ չգիտեմ, դե եկեք գնահատ։ Հիմա խնդրում եմ գնահատեք իմ դեմքը Պանիխիդայի, հա։ Ես չգիտեմ։ Չգիտեմ ո՞րն է, դու գնահատելու ունակություն ունեք։ Գնահատեք, խնդրում եմ իմ դեմքը։ Ես չգիտեմ։ Դե տեսնում եք, դուրս է գալիս, որ դեմ գնահատելը շատ սուբյեկտիվ բան է։ Ռոբերտ Քոչարյանն արդեն Բացարձակ տխուր չեմ։ Դե լավ, չեմ ուզում մտնեմ այդ դաշտը, իրոք չեմ ուզում, բայց ես ուրիշ հարց տամ, էլի։ Ես խնդրում եմ ձեզ ձևակերպել հետեւյալ հարցը, մի քիչ էլ ես օրակարգ ստեղծեմ, էլի։ Հիմա վերջը Կալուգացի օլիգարխը հրաժարվելու է Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիություններից։ Այո, թե ոչ, ինձ թվում է, այն բոլոր մարդիկ, ովքեր այս քարոզարշավի ժամանակ լսել են այդ մատում, այս հարցի պատասխանին արժանի են։ Մարդը պետք է պատասխանի ինքը Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիություններից հրաժարվելու է թե ոչ։ Խնդրում եմ այդ հարցը տալ։ Կխնդրեի իհարկե Կալուգացի օլիգարխի թիմի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը իրան այդ հարցը տալ, բայց քանի որ չի տա, չեմ խնդրի իրան։ Իսկ պարոն Ռուբինյան, հայ